Մարտակերտ շրջկենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր այս կողմ է գտնվում Նոր Մարաղա գյուղը։ Երեկ մեր նկարանող խմբով գյուղ այցելեցինք մի փոքր հաղորդակից լինելու գյուղի առօրյային, տեսնելու թե մարդիկ այստեղ ինչով են զբաղված։ Գյուղամիջում հենց կենտրոնական փողոցի վրա գյուղի տղամարդիկ էին հավաքված ու միանգամից հասկացանք հերթապահ խումբն է, մոտեցանք զրուցելու։ Մտածել են, ինչ որ ցանկացած Ղարաբաղցի է մտածում, նույնն էլ մենք ենք մտածում։ Պատերազմը պետք է պատերազմ միանշանակ հաղթենք։ Ինչ վերաբերում է գյուղին, գյուղի անչափահաս երեխաները ուրեմն ապահով տեղ բանարած են թաքստոսներում, գյուղում, իհարկե գյուղում։ Իսկ երիտասարդությունը լրիվ բանակում է համալրված, բանակի շարքերն են։ Իսկ ինչպես տեսնում եք, ստե կանայք, տղամարդիկ բոլորը իրենց ամենօրյա հոգսերով զբաղված, տան գործերով զբաղված, որ մանք խոհագործությամբ են զբաղվում, անասնապահությամբ են զբաղվում իրենց գործերով։ Մարդիկ հիմա շատերը զբաղված են իրենց բանջարանոցների մշակմամբ, ախր գարունը էլի պիտի դա էլ արվի։ Հետո անասնապահները ստե վերևում լեռնայի մասում անասուններն են առածացնում դաշտերում։ Մենք էլ ստեղ հերթապահություն են կազմակերպում, պետք է լինում բանակին օգնում ենք։ Այնց որ ի ցանկացած հանրարարություն, եթե պետք է լինի, պատրաստ են օգնեն ամեն ձևի։ 78-ամյա Ռուդիկ Պապն է մահակին հենված, գյուղի անցուդարձին է հետևում, անցնող ամեն մի մեքենայի հետևից իր մեկնաբանություններն անում։ Կազմակերպել համար ախրել հովակ բրջալյուրը կեսերա պոստերում կես ստեղա, բեսի կազմակերպած, մնամ ստեղել, գյուղ դիշիքամ։ Հիշեցնենք, որ մենք Մարաղայում ենք 3 ապրիլի 4-ին, գյուղապետի խոսքով նախօրեին գյուղի ուղղությամբ հրետակոծություն կար, բարեբախտաբար տներ կամ բնակիչներ չեն վնասվել։ Հասնելություն եղել, այսօր մի փոքր դադարակարծես թե, այս մեր ուղղությամբ չի եկել, բայց մինչև 3 շերը մինչև առավոտ ռմբակոծվել ասես տարածքները։ Այս գյուղում մարդիկ բոլորն էլ պատերազմ անցել են, հին Մարաղայի բնակիչներն են, լավ գիտեն հողի գինը։ Այս Նոր Մարաղան պահելու համար պատրաստ են արյուն թափել։ Տեսնում եք, բոլորն ըստ կողմած կողքից ոչ մեկի տրամադրությունը, մարդիկ անտրամադիր չեն, բարձր է բոլորի տրամադրությունը, այնպես որ մարտական են տրամադրված եւ վստահ են, որ ամեն ինչի օգտին ավարտվելու։ Գյուղապետը նշեց, որ խաղաղ բնակչությունը մնացել է գյուղում, երեխաներն անգամ չեն տեղափոխվել։ Նա նաև առիթը օգտագործեց հիշեցնելու, որ գյուղում որոշակի հարցեր իրենց լուծմանն են սպասում, նրանք պետության օժանդակությունն են ակնկալում։ Մենք մանկապարտեզ չունենք, իհարկե մեծ հույս ունենք, որ մոտ ապագայում կկառուցեն մանկապարտեզը, բայց դպրոցը աշխատել է, համայնքի աշխատողները աշխատանք են եկել, հենց որ կյանքը իր հունով շարունակվում է։ Նկատեցի, որ ակամայից լեզվապաշարումս նոր ձևակերպում է մտել, գրեթե համոզված հարցնում եմ, նախկին պատերազմին մասնակցել եք, նախկին բառս ճիշտ հասկանալով Աշոտն է պատասխանում։ Ոնց լալա Ռուսիա ասած всегда старые кадры всегда строят, на чеку стоим и ждем. Все. Так и было, так и будет. Նախկին պատերազմի մասնակցել եմ Ղարաբաղի սպաներից կռվա անցկացած։ Լավը մամետեն սպասում եմ ինչի։ Մազանից ոչ վախող կա, ոչ փախնող կա։ Լոբոյ վախտել են սակա պատրաստ սպասում։ Օր արևով մի ոտս գյուղի հավաքված տղեկի կողքին է, մյուս ոտս Բոստանում, ասում է նախկին ազատամարտիկ Նոր Մարաղայի բնակիչ Կամո Կարապետյանը։ Կարակոմալի ախրե կապչոնիտա։ Ախրե սե պամինդորա Տախտեղա, պատիմջանա, դխիարա, ստիվարած։ Ախրես ալամատուս է եկալ։ Ես պիտի մեծանյա, որ տանեք։ Հա, հեսա միջեմին 10-15 յորո դերազալի է, տանիք տինիք։ Սան ես վիր լոբին, դուս է կյան պթատում։ Այսօր արևա ու հողամասում աշխատելու եղանակա։ Հա, բա, ինչ, դե հավան տակա չէ։ Կրակն է մուկ սովորում, մուկ են հիմար աղայից ենք եկած ստեղ, մունք սովորոք, իրան կրակում մունք աշխատում, ինչանիք պաշտեքին ամ, ինձ ուրիշ կյալի տեղ չոնիմ, իմ հողուս ասա, իմ ջուրյուս այս էստե պիտի կենամ ստեղել աշխատիմ, պետք կինի կրևկանինք, պետք կինի կուզովինք, պետք կինի ապրելունք, սո։ Հետո իր միամիտ գյուղացու խորհուրդ հորդորով է դիմում։ Դե կցանկանան, որ իրանք էլ հինգիդամ, մի լավ մտածին տեսնան դուշ կյանլի, իրանք էլ հունցու ադուշի բանանին,
պայքար են լի, ես մեր ես դմբո ազգի դեմ լի, որ չեն հասկանում, իմ արևում ասում լի դմբոյուն։ Առաջին անգամ ստիպված դուրս ենք եկել Մարաղայից, այստեղ վերաբնակվելուց հետո շատ արագ այս հողին կապվեցինք, ասում է նա, բայց լավ կլիներ մեր Մարաղան էլ մերը դառնա։ Տեսնանք էլի, կարող քինակ յորանենք լի, ստիմի հարց կա, վեր իրանց խելում շում պահում, պետք է մենք քինանք մեր քյոյնանը յոր կանենք դեղ կբնակենք, էլի կբանակենք, որտեղ մունք հարաբաղցինք։ Հա, ստղան ախր ճարալ ենք, պետությունն էլ է սարքալ, հետո ստղան տեսնեմ ճարալ, գարաժ սարքալ, բանյա սարքալ ախրը։ Մենք գիտեմ, ստիել այմս, ախր հողալի բիջարը մենք գործում քանում յոլա ենք քինամ լի։ Փարքին ասու փիշի, մի խելա կարալոկի ծառոնիմ, մի 50 կարալոկի ծառոնիմ լի։ Տարին լա մի 5-6 տոննա կարալոկում ծախում, դիժուլի։ Թոզն ասեստի, տանձա, մի 20 տանձի ծառոնիմ։ Տահանքլող ախր հանամն են դե ծախում ես դիժու։ Գյուղամիջում էլ շրջեցինք, կանայք սովորության համաձայն խանութի դեմը հավաքվել, բամբասում զրուցում էին։ Թե ինչ կար, բոլորը գնան, մեկը պետք չէ մնաք, մեկը չէ, եկա մարդիկ են մնաց, մենակ ես չէ։ Արդեն մինչև կեսօր 40,000-ի առևտուր եմ արել, այս կինն է ասում, խանութում ամեն ինչ էլ կա։ Հա, եկանք պես սրա ժողովուրդու կյամը նախրը առնման, ինչու իրենց անհրաժեշտ է։ Վախամ չունք, դե առաջ անգամ չէ 92 թվին էլ է տենցիլ էլ նույնը։ Վեր փախչինք ելհով պիտի մնա։ Մարտաղեր կնդե պահում են։ Հետո պիտի գյուղում Վահանին հանդիպեի ու լրագրողիս միտքը պիտի զարմանար։ Երիտասարդը ֆիզիկական խնդիրների պատճառով մարտադաշտում չի, բայց այստեղ իր բաժինն է անում։ Իր խնամաստրություններից հերթով մորթում, համեղ պատրաստում, իր ընկերներին ոգևորելու համար դիրքեր է ուղարկում։ Ուզում ենք այս վերցակը էփինգ, խարկենք մեր տողոցի հետի, մեր շնեն ջայլեն են լող պոստում։ Անտանեն օտեն լի։ Իրանք որպեսզի պաշտպանեն մեր ժողովուրդը, մեր խոխոցը, մեր երեխաներին։ Դուք այսօր գյուղում եք։ Այսօր մենք ես ամեն օր գյուղում եմ, հա։ Պոստը վիրավորում հալենց կանչ չեն, տանում չեն, երևի դրա հետի։ Այս թեթև տրամադրությամբ աշխատավայր ենք վերադարձել, իսկ տեսանյութը մոնտաժելու ժամանակ ցավոք Մարտակերտի շրջվարչակազմից տեղեկացանք, որ ապրիլի 5-ի գիշերը թշնամու հրետակոծության թիրախում հարևան գյուղերի հետ միասին հրետակոծության թիրախում էր նաև այս գյուղը։ Իմ հերոսներին ոգու արիություն եմ մաղթում։